Ես մասնագիտությամբ դիմացնոտային վիրաբույժ Մինասյան Անահիտ, աշխատում եմ նախկին մեր 8-րդ բուժմիավորումում, ներկայումս կոչվում է Երևան բժշկագիտական կենտրոն։ Այսօր կանրադառնամ ես դիմացնոտային շրջանի կոնկրետ հրազենային վնասվածքներին, վիրավորումներին, բայց կլինեմ որպես քաղաքացի, որտեղ որպես բժիշկ, հիմնականում այն ամեն ինչը որ դուք կարող եք մարտի դաշտում կիրառել կոնկրետ կյանք փրկելու համար, այսինքն կանխել մահը։ Առանձնահատկությունները վերջում կանրադառնամ, այստեղ ինչ եմ գրել առաջին օգնություն։ Մի փոքր թյուր կարծիք կա մեր հասարակության մեջ առաջին բուժօգնության վերաբերյալ։ Ես խնդրում եմ առաջի բուժօգնություն չտրամադրեն ոչ բժիշկ մարդիկ, որովհետև գալիս են այնպիսի վնասվածքներով, այնպիսի սխալ ցուցաբերված օգնությունով, ես մի քիչ չեմ էլ ուզում ասեմ սխալ, որովհետև հնարավոր պայմաններով փորձում են օգնություն ցուցաբերել, բայց դա միայն առաջին օգնությունն է, ոչ առաջին բուժօգնություն։ Ինձ թվում է ճիշտ տերմինը առաջին բուժօգնությունն է։ Հստակ քայլերը ինչ անել, հաջորդականությունը նախ ինչ է իրանից ներկայացնում առաջին օգնությունը։ Միջոցառումներ են, որոնք ուղղված են ժամանակավորապես կանխելու պատճառները, որոնք սպառնում են վիրավորի կյանքին եւ կանխարգելում են ծանրագույն բարդությունների առաջացում։ Ցուցաբերվում է մարտի դաշտում, ախտահարման օջախում կամ զանգվածային սանիտարական կորուստների օջախում սանիտարի, սանհրահանգիչի ինքնօգնության կամ փոխօգնության միջոցով։ Ինքնօգնության միջոցով ավելի քիչ է լինում, բայց ամեն դեպքում կիրառվում է։ Ինչ անել դեպքի վայրի զննում։ Առաջինը, ինչքան էլ մենք մտածում ենք, թե ինչպես օգնել վիրավորին, շատ կարևոր է օգնել ինքներս մեզ։ Այսինքն, եթե մենք ունենք մարտական հաշվարկ ու 10 հոգով ենք, ու եթե 8 հոգի վիրավորվել է, մենք 2 հոգով ենք, ու դեռ մենք ունենք ասելիք ճանապարհ, ու դեռ մենք ունենք վնասող գործոն, մենք չենք գնում կյանք փրկելու։ Մենք փրկում ենք մեր կյանքը։ Սա մի քիչ անձնազոհություն է այստեղ, ոսկե կանոն է ու խնդրում դա պահպանենք, որովհետև այդ պահին, երբ որ դուք ձեզ փրկեք, գուցեև առաջ կամ հետ գնալիս հանդիպեք այնպիսի վիրավորներ, այնպիսի խաղաղ պայմաններում ու կարողանաք դուք ինքներդ ձեր կյանքը պաշտպանելով փրկել հազարավոր կյանքեր անգամ։ Բայց այդ պահին մեկ վիրավորին օգնելով մենք կարող ենք կորցնել մեր կյանքը եւ տուժածին չկարողանանք ցուցաբերել օգնություն։ Այստեղ շատ կարևոր է տուժածների թվի եւ ժամանակի adekvat համատեղությունը։ Իսկն եթե մենք գիտենք, օրինակ, մենք ունենք առաջադրանք, այդ պահին կարող ենք այդտեղ մնալ 5 րոպե, 10 րոպե, ինչ կարող ենք անել մենք այդ ժամանակահատվածում։ Հնարավորինս տեսնում ենք գիտակցություն, պուլս, շնչառություն, արյունահոսություն, ինչ կարող ենք անել։ Եթե ունենք արյունահոսություն, փորձեք միայն դա դադարեցնել եւ շարժվել առաջ, օրինակ։ Կամ եթե ունենք, օրինակ, արյունահոսություն բերանի խոռոչում, կամ ունենք օտար մարմիններ, հնարավորինս հեռացնել դա, հիվանդին տալ հարկադրական դիրք, կողքի պարկած դիրք եւ շարժվել առաջ։ Մի քիչ գուցեև շատ էքստրեմալ եմ ասում, բայց քանի որ դուք դա եք պահանջում, փորձում եմ այդպես ներկայացնել, լավ։ Անուղղակի կերպով սպառնալիքի կանխում, այսինքն ազատում ենք նրան, օրինակ, վառվող հագուստից, մեր գործընկերը շատ լավ ներկայացեց, ինձ թվում է այրվածներին չանդրադառնամ, եւ փլատակների տակից ազատումն է, եւ այսպես, եթե այդ պահինգի տակից է հիվանդը, պարտադիր հարցնում ենք, թե որքան ժամանակ է փլատակների տակ, նույնիսկ կրաշ սինդրոմի կանխելու նպատակով։ Տուժածի մարմնի զննում եւ ընդհանուր վիճակի գնահատում, արդեն ասեցի, տեսնում ենք արագ ու հիմնականում կա այսպիսի մի կանոն 15-ից 30 վայրկյան մենք ունենք գնահատել ընդհանուր վիճակը, այսինքն ավել ժամանակ մենք չենք տրամադրում ժամերով նայել թե ինչ ա եղել մարմնի որ հատվածը։ Հստակ նայում ենք, շնչառությունը կա, կրծքավանդակի շարժ ունենք կամ որովայնի շարժ, գիտակցություն ունենք թե չէ, բբերն ենք տեսնում, պուլս։ Պուլսը գիտենք ոնց ենք ստուգում ծայրամասին, օրինակ այս հատվածում դաստակի շրջանում, պարանոցի հատվածում, քունքային հատվածում։ Դիմացնոտային շրջանում, պարանոցի հատվածում գուցե չկողմնորոշվեք ոնց ստուգել, որովհետև այստեղ մենք ոսկրային համակարգ շատ քիչ ունենք։ Ամբողջը փափուկ հյուսվածքներ են, միայն պարանոցի ողերն են։ Կարող է եւ անգամ ինքը այտուցի պատճառով ներհրվել անոթը, չկարողանանք պուլսացիան զգալ։ Ոսկրային ստրուկտուրան մեզ օգնության է գալիս ստորին ծնոտը։ Երկու մատով, ցուցամատով եւ միջնապատով գտնում ենք ծնոտի անկյունը։ Ծնոտի անկյունից ներս ներհրված սեղմում են։ Այս հատվածում պարտադիր կզգաք պուլսացիան կամ մատների արտաքին կամ ներքին մակերեսի։ Այստեղ քնային զարկերակի, բիֆուրկացիոն զոնան է, այսինքն անջատման է խոշոր անոթների, քնային զարկերակը մեր ամենախոշոր անոթներից է սնուցում։ Մյուսը վերին շնչական ուղիների անցանելությունն է։ Սա առաջնահերթություն է ի տարբերություն արյունահոսության։ Պարտադիր տեսնում ենք վերին շնչողների անցանելությունը, ինչն է խանգարում հիվանդին շնչել։ Եթե չունենք շնչառություն, թթվածնի պակաս, ապա արյունահոսության դադարեցումը այստեղ
գնում է մի քիչ երկրորդ պլան։ Այսինքն ինքը չեմ ուզում ասել, որ կարևոր չի, բայց շնչառական օրգանների ազատումը առավել կարևոր է ասֆիքսիան կանխելու, շնչահեղձությունը կանխելու նպատակով։ Դիմացնոտային շրջանում շատ են այն ստրուկտուրաները, որով կարող են առաջանալ ասֆիքսիա, նույն ինքը ատամները, ծնոտի բեկորները, մեր սեփական լեզուն, որը կարող է հենց ամբողջությամբ հետ գնալ կամ պատառոտվել, ինչ որ հատված հետ գնալ, կամ արյան մակարդուկներ կարող է լինել, փսման զանգված կարող է լինել, ոնց ենք մաքրում բերանի խոռոչը։ Էլի երկու մատն ենք օգտագործում, եթե հնարավորություն ունեք մատերին որևէ բան փաթաթելու, փաթաթում ենք, նույն ինքը բինտն է կամ ձեր հագուստից որևէ կտոր, բայց այնպիսի բան, որ կարողանաք վերահսկեք ձեր ձեռքով, այսինքն չփաթաթենք եւ մտցնենք բերանը, որովհետեւ այդ ժամանակ մենք կարող ենք գրգռել բերանի խոռոչը, փսման ռեակցիա առաջանա, ու այն կտորով, որով մենք ստուգում էինք, մենք այդպիսի դեպք ունեցել ենք հիվանդանոցում։ Բինտը կուլ տված բերել էին հիվանդանոց։ Հնարավորինս փորձում ենք որպես կոնտրոլ անել։ Այո։ Ոնց ենք անում։ Վիրավորը պարկած է, հիվանդ տերմինը չեմ օգտագործում, ստեղ վիրավորներ են պարկած վիճակում թեքում ենք կողքի, թեքում ենք վիրավոր կողքի։ Ինչի որտեղ բերանի խոռոչում վիրավոր հատվածից առնահոսություն ավելի հեշտ է թափվում դուրս, քան առողջ հատվածից։ Այսինքն մենք հոսքի ճանապարհը ավելի փոքրացնում ենք։ Եթե օրինակ վիրավորումը ձախ կողմում է, լավ, պարկեցնում ենք հենց ձախ կողմի, որովհետև եթե ձախ կողմում առողջությունը բերանի խոռոչից կգա կթափվի, իսկ եթե առողջ կողմում է, այսպես ճանապարհը շատանում է եւ կլման ակտի հետ միասին ուլ տալը ավելի հավանականությունը մեծանում է։ Հետո արդեն դա կարող է դրթել փսխման։ Ու այդտեղ մենք շփոթություն առաջացնա, չհասկանանք ինչից է, ու այս փսխման զանգվածը հենց ինքնին բերի շնչահեղձության առաջացումը։ Հիմնականում տեսեք դիրքերը, ինչպես տեղափոխել դիմացնոտային վնասվածքներով հիվանդներին։ Տեղափոխում ենք պարկած թեքված հիվանդ կողմի կամ գոնե գլուխը թեկած այդ կողմի վրա կամ նստած վիճակում։ Եթե մենք բացառում ենք այս պարագայում պարանոցի վնասվածքները, նստած դիրքում ավելի ցանկալի է, որովհետև ընթացքում հենց տեղափոխման օրինակ этаպներում առնահոսության կամ փսման զանգվածները ինքնին կգան առաջ։ Մյուս պարագայում, եթե պացիենտը անգիտակից է, այդ պարագայում արդեն բնականաբար պարկած վիճակում։ Ժամանակավոր առնահոսության դադարեցում, այսինքն մենք ինչ արեցինք, զննեցինք տարածքը, հասկացանք ինչա կատարվում, քանի վիրավոր ունենք, փորձեցինք հասկանալ ընդհանուր վիճակը, շնչուղիները ազատեցինք, հաջորդ մեր этаպը առնահոսություն։ Առնահոսության հետ կրկին անդրադարձանք, բայց դիմացնոտային շրջանի առնահոսությունները մի փոքր ունեն տարբերություններ։ Այստեղ առնահոսությունը կամ լինում է մահվան ելքով, կամ երբեք չի լինում մահվան ելքով։ Հարաբերակցությունը շատ տարբեր է։ Իրականում մենք մի քիչ երջանիկ ենք դիմացնոտային վիրաբույժներս, որ նյարդանոթային ցանցը մեր մոտ ակտիվ է։ Վերքերի լավացման հետ կապված նույն արվածքային վերքերը մոտավորապես 80% դեպքերում անգամ լինում է 50% պաղեմությամբ ավելի շուտ են լավանում։ Տեսեք, առնահոսությունները, եթե լինում են մակերեսային, օրինակ տարբեր հատված, գլխի պարանոցի հատվածում ցանկացած հատվածից, եթե մենք տեսնում ենք հոսող առնահոսություն, ամենաակտիվ մեթոդը սեղմումն է։ Ինչ ենք անում, ձեռքի տակ եղած ցանկացած հագուստով։ Ես մի քիչ ստերիլ մատերիալ ասվածը չեմ ուզում օգտագործել, որովհետև դաշտային պայմաններում ստերիլություն պահպանելը մի քիչ աբսուրդ է։ Ցանկացած կտոր անգամ վիրավորի հագուստով, փողկով կամ լինում է, որ եթե այդ կտորը բավարար չի, որպեսզի մենք մեծ գունդ ստանանք եւ սեղմենք, կարող ենք օրինակ քարը այդ կտորով փաթաթել, սեղմել, կապել։ Հնարավորինս որ կարողանանք մեծ մակերես, ճնշող մեծ մակերես ապահովել։ Բայց այստեղ պարանոցի հատվածում մի քիչ ինդիվիդուալ է։ Մենք շատ սեղմենք, շնչափուղը կսեղմենք, շնչահեղձություն կառաջացնենք։ Ինչ ենք անում այդ պարագայում։ Եթե մենք ունենք բինտ, այս խտուցը պետք չի օրինակ բացել։ Մյուսը բացում ենք երկրորդը, տեղադրում ենք պարանոցի կողմնային հատվածում եւ ձիգ կապում ենք։ Այս ճնշումը մեզ կօգնի, որ գոնե առողջ կողմում ապահովենք շնչահեղձություն, բայց չենք մոռանում, այստեղ շկուտը չենք թողնում 1 ժամ։ Մաքսիմում 25-30 րոպե թուլացնում ենք, կրկին ձգում ենք։ Այսինքն այստեղ 50%-ի օրենքն է կրկին գործում, առնահոսության դադարեցումը ստաբիլ 1 ժամ հետո շգուտը մենք փոխանենք պարանոցային շրջանում կեսը, որովհետև խանգարվում է գլխուղեղի սնուցումը, հնարավորագիտակցության կորուստ ու ավելի լուրջ բարդություններ, ինսուլտների օրինակ զարգացում։ Այս մեթոդը կիրառում ենք պարանոցի ավելի խոշոր անոթների, ավելի մեծ վիրավորումների ժամանակ։ Եթե չունեք խոշոր առնահոսություններ, ցանկալի այս մեթոդը չկիրառեք, որովհետև սխալ կապելու դեպքում կարող է շնչահեղձություն առաջացնել, լավ։ Այսինքն խիստ ցուցումների խիստ ցուցում, եթե պարանոցից տեսնում եք
առնասուն, որ սեղմումը չի լինում, սեղմում եք դուրս է թափվում, ապա այս պարագայում սա կիրառում ենք, լավ։ Որպես ծայրահեղ մեթոդ։ Փորձենք անջան։ Այստեղ արդեն ֆիքսող մակերես անցնում է ծնոտը, որպեսզի անմիջականորեն պարանոցին չսեղմենք, ողնաշարի պարանոցային հատվածում կրկին ընթացքում չենք մոռանում բինտի պտույտը։ Այստեղ արդեն ներքևի հատվածում մենք այսքան վերևում ապահովեցինք արդեն շնչառությունը։ Ներքևի հատվածում կրկին արդեն մի փոքր ավելի թույլ ուժ գործադրելով փորձում ենք այսպես կապել։ Վերքային մակերեսի տամպոնադան։ Մենք չենք վերցնում թանզիվը ու այսպես sense սեղմում։ Փորձում ենք մեծացնել իր մակերեսը։ Ոնց ենք անում այդ մակերեսը մեծացնելու համար, այսպես աստիճանաբեր ենք անում, սպիրալաձև դասավորում ենք։ Այսպես նախ ճնշման ուժն է մեծանում, սեղմող մակերեսն է մեծանում, եւ մեր ունեցած վիրակապանոթը օգտագործում ենք ավելի օպտիմալ։ Լավ, դա արդեն տամպոնադայի մեխանիզմն է։ Սրա վրայից էլի կարող ենք տեղադրել վիրակապ, էլի կապել։ Մենք ունեցել ենք դեպք փրկված պացիենտ ֆոլեի կաթետրով, ինքը միզային կաթետրն է, մեր գոլեգաները գիտեն, բայց ինձ թվում է մարտի դաշտում միզային կաթետր գտնելը մի քիչ Ինչ է այդ կաթետրը, այո, մտցնում են ներս, փչում են, ինքը հնարավոր համ ստերիլ է, համ ակալերգիկ ամենաիդեալական լուծումն է, անգամ խորը վերքերի առողջության դադարեցման համար, բայց ավելի շատ դա առաջի բուժօգնության ինչ որ տարբերակ է, Գորիսից Երևան տեղափոխելու ժամանակ ես ինքս կիրառել եմ, մի անգամ չի աշխատել, սկսնակի չէի կարող անել, երկրորդ անգամ աշխատեց նորմալ էր։ Սա ավելի շատ աշխատում է գնդակային վիրավորումների ժամանակ, երբ հստակ ունենք մուտքի ելք կամ անցք, կամ կույր վնասվածքային ունենք միայն մուտք։ Լավ, բայց հնարավորինս այստեղ մի փոքր կույր վնասվածքների ժամանակ վիճարելի է այս հարցը, որովհետև երբ որ մենք սեղմենք, հնարավոր է այդ գնդակը ավելի ներս սեղմենք, ինչ որ կարևոր անոթ վնասենք, բեկոր տեղաշարժենք, դրա համար փորձեք, եթե կույր վնասվածք է, հստակ տեսել եք ինչ որ մի անցք, երկրորդ անցքը տեսել եք, այդ անցքով տեսեք գնում է, թե չէ, եթե գնաց ուրեմն օքեյ, ընթացիկ սեղմում եք, փչում եք, եթե առողջությունը դադարեց, լավ է, թողնում եք ուրեմն ուրիշ մակերեսին, այսինքն այս սխեման այդպես ռազմային դաշտային պայմաններում, եթե ունենաք ձեր մոտ օրինակ ինչ որ բարակ ձող ու ստերիլ մակերես, այդ ձողի միջոցով կարող եք, բայց էլի մաքսիմում 3-4 սանտիմետր խորության վերքեր, այսինքն հյուսվածքային մակերեսային շերտերում, խորը շերտերում ոչ մի ավել գործողություն, ոչ բժիշկ մարդկանց չի ցուցված։ Եկեք չանենք։ Մյուսը դա սեղմող վիրակապ տուժածի ձեռքով։ Սա կապլանի մեթոդն է, այսինքն սա ամենաիդեալականը, երբ որ հիվանդի ձեռքը իրան ծառայում է որպես սեղմող վիրակապ, ինչպես ենք անում, բազուկը բարձրացնում ենք վերև հորիզոնական դիրքով, այս հատվածում ու այս մեր նույն վիրակապերը մի քիչ ավելի մեծ քանակի, այստեղ կապված է վիրավորի չափերից նաև տեղադրում եք դերի պարանոցի հատվածում, այսպես, տեսեք, մեր ձեռքը սեղմեց, այսպես կապում ենք, բայց այստեղ ֆիքսացիա անում ենք ոչ միայն գլխին, այլ նաև ուսագոտու կամ կրծքավանդակի հատվածում, եթե չունենք այնպիսի վնասվածք, որը որ անավտեղել է, այսինքն չենք կարող սեղմել այրվածքների ժամանակ փորձում ենք շրջանցել այրվածքը, բայց եթե ունենք օրինակ կրծքավանդակի վիրավորումներ, հաճախ լինում է, որ այդ վիրակապը համատեղում են նաև կրծքավանդակի թափանցող վիրավորումների դեպքում։ Ծնոտների, բեկորների եւ պարանոցի տրանսպորտային անշարժացումը։ Ինչ անել։ Տեսեք, առնահոսության դադարեցումը հաճախ է հենց ուղեկցվում անշարժացումով։ Ինչի համար, որովհետեւ ավել շարժը նպաստում է ինքնին առնահոսության կրկնակի առաջացմանը, այսինքն երկրորդային առնահոսության առաջացմանը։ Թե բեկորների տեղաշարժով պայմանավորված, թե օտար մարմինների ինչ-որ շարժով պայմանավորված, ես մոտ էքստրեմալ մեթոդ հիմա կասեմ։ Սա մեր գրքերում մեզ չեն սովորեցրել։ Ես վերջերս Մոսկվայում էի ու այդ առաջի բուժօգնությունը դիմացնոտային վիրաբույժների այնտեղի ասոցիացիայում, լսեք, օգտագործում ենք փայտերի մեթոդը, 3 փայտ ենք վերցնում, եթե ունենք երկուսը, էլի կլինի, տեղադրում ենք աջ կողմում, մյուսը ձախ կողմում, մյուսը պարանոցի հատվածում։ Պարանոցի հատվածում այնպես ենք կիրառում, որ գլխի ամբողջ մակերեսը, այսինքն մեր փայտի 50%-ը գտնվի գլխի մակերեսում, մյուս հատվածը ավելի կրծքավանդակի հետևի հատվածում։ Այս թվում է պատկերացրեցինք, լավ, որ դուք մեկ պտտվեք ցույց կտամ։ Ես հա, չէ։ Այո, հեսա գաս։ Օրաբար այս տեսակ։ Լավ,
Այսինքն sense, օրինակ, չենք անում, որտեղ ընթացքում շարժի ընթացքում ինքը էլի կսահի, կսեղմի արդեն պարանոցային հատվածը ու կրկնակի ավել բարդություններ պարանոցի հետ զգուշ ենք վարվում, որտեղ ստեղ գտնվում է մեր ամենակարևոր կենտրոնները, հնարավոր է վիրավորը չունենա լուրջ վիրավորումներ, բայց պարանոցի վնասվածք ունենա, ուստեղ գտնվում է մեր շնչառության եւ սրտանոթային համակարգի կենտրոնները, իրանց սեղմումը կամ այստեղի այտուցի առաջացումը ուղղակիորեն կբերի մահացության։ Մյուսը արդեն միջծնոտային ֆիքսումը։ Ծնոտների կոտրվածքների ժամանակ օգտագործում են կզակ-գագաթային վիրակապը, ինչ այրես ներկայացնում կզակ-գագաթ, կզակ-գագաթ, ուղղակիորեն։ Վիրակապը տեղատում են կզակի հատվածում, երկու ձեռքով հնարավորինս բարձրացնում վերև։ Լավ, բարձրացնում վերև, փորձում ենք մատով պահել ու հնարավորինս փաթաթում ավելի ձիգ։ Առաջին պտույտը անում ենք ականջի առջևի հատվածով, երկրորդ պտույտը ականջի հետևի հատվածով ու նույնպես այսպես, այսինքն X-ձև վիրակապ ենք ստեղծում ականջի առջևով եւ հետևով եւ ծնոտին ֆիքսած։ Սա անում ենք վերիստոնցի ծնոտների կոտրվածքների դեպքում, ինչպես հասկանանք, որ ունենք կոտրվածք, ոչ բժիշկ մարդու։ Եթե գիտակից է վիրավորը, բերանը բաց վիճակում, ինչքան էլ որ բացում է, ոնց վերին ծնոտը հենց ընկած լինի բերանի խորոչի մեջ։ Այսինքն բերանը բաց է, բայց բերանը բաց չի։ Մենք տեսնում ենք, որ ինքը շարժում է կատարում, որ բերանը բացի, բայց ինչ որ կախված է։ Այս պարագայում կարող ենք նաև, եթե երկար ճանապարհ է անցնելու, ոչ միայն այսպես ֆիքսենք, որպեսզի ընթացքում կարողանանք ջուր, հեղուկ սնունդ տալ, եթե երկար է ճանապարհը, միասին չենք կապում, եթե չունենք ստորին ծնոտի կոտրվածք։ Լավ, ստորին ծնոտի կոտրվածքը ուղղակի այսպես շոշափելով ենք կարողանում անել, բայց ցանկալի չի, որ դուք փորձեք այսպես անել, որտեղ էլի անոթների վնասում կարող են առաջացնել։ Մյուս տարբերակում միայն վերին ծնոտի ֆիքսումը, մինտը մտցնում ենք բերանի խորոչի մեջ, այդ նույն կապն ենք դնում, բայց միայն բերանի խորոչի մեջ վերին ծնոտը գագաթին ֆիքսելու։ Ատամներով փորձում ենք մի քիչ ավելի հետ տանել դեպի այն մեր մեծ խոշոր ատամների մակարդակով, որ նա ու վերջ։ Բայց այս պարագայում, եթե ունենք շարժական պրոթեզներ բերանի խորոչում, պարտադիր հանում ենք, լավ, ավել տրավմատիզացիան կանխելու համար։ Կոշտիրերը արդեն ասեցի, ցանկացած կոշտիր, որը մենք կարողանանք փաթաթել որևէ կտոր, ուղղակիորեն չենք դնում, նույնպես կարող ենք օգտագործել որպես վիրակապ։ Ձեր ասած նույն խոտերը, եթե մենք ունենք օրինակ ինչ որ հագուստ, բայց ունենք խորը վեր կամ մեծ մակերես, այդ նույն խոտը կանանք մեծ քանակությամբ քաղենք, օրինակ, եւ այդ կտորով փաթաթենք, սեղմող վիրակապ դնենք, վրայից էլ լարան կապենք։ Սա շատ լավ աշխատում է։ Մյուսը արդեն միջոցառումները, այսպես, եթե կարող ենք միջոցառումները, եթե կարող ենք ցավազրկում ենք, եթե կարող ենք հակապայտացման շիճուկ ենք անում, ես եթե չեմ սխալվում, անհատական դեղատուփի մեջ այս բոլորը ներառված է, եւ այստեղ նաեւ այդ նույն անհատական դեղատուփի մեջ հակաքիմիական փաթեթն է լինում, հակապայտացման շիճուկն է, ինչպես հակաքիմիական փաթեթը հիմա դեղորայքանվել է, բայց անհատական դեղատուփի մեջ գոյություն ունի այսպես թիթեղային պաշտպանիչներ։ Սա նաև այրվածքների դեպքում է օգտագործվում, ինքը ֆոլգայանման է, սա է որպես այդպիսին համարվում հակաքիմիական պաշտպանության, սա լինում է եւ թիկնոցների ձևով եւ այստեղ ես վերել եմ մի քանի ժգուտի տեսակներ, սա փականային ժգուտն է, ինձ թվում է բոլորիդ ավելի ծանոթ է, սրա օգտագործումը ավելի լավ է, քանի որ շատ հաճախ օրինակ նաև սխալ կապ դնելու հետևանքով ժգուտը չի աշխատում։ Ինչի չի աշխատում, սխալ ենք դրել, 10 րոպե հետո թուլանում է, նորից առնահասություն ենք գնում։ Այս տեսակ ժգուտերը ավելի ցանկալի է, որպեսզի լինեն։ Սա ավելի լավ է, ինչ է, որտեղ ճանապարհին 1 ժամ անց է կարողանում ենք թուլացնել առանց ժգուտը հանելու, որտեղ մենք արդեն գտել ենք թիրախը, թե որտեղից կանգնեցնենք առնահասությունը, ել չենք տեղաշարժում։ Թուլացնում ենք, թողում ենք սնուցվի, վերջույթնական որ հատվածն է, նորից ձգում ենք, նորից այստեղ կարող ենք մենք ժամը ավելացնել դրոփով, այսինքն ոչ թե ջնջել շփոթություն առաջացնել, դրոփից նակն ենք դնում ու ավելացնում ենք հաջորդ ժամը։ Ինձ թվում է այս հարցը բոլոր բժիշկներին է վերաբերվում, բայց այս բաց թողել հարունը հոսի փակել, այս շատ վիճարկելի է, մենք ոմայում չենք սովորացնում, չէ՞, բացելով տարբերակը, մենք շատ դժվար է իրականում, շատ հաճախ է դրա մասին խոսելը, որտեղ այնքան հարց է առաջանում մարդկանց մոտ, մենք ինքներս ասում ենք ավելի լավ է փակեք ուղարկեք, էլ մի բացեք ճանապարհին։ Հիմա այս մասը մենք գրքային դե ես էլ եմ սովորել, որ պետքա բացել, փակել եւ այլն, էլի, ուզում եմ մի քիչ մեկնաբանեք, էլի, մասսայական նախ ոնց սովորացնենք։
որպես վիրաբույժ պատասխանեմ, որովհետև մենք եւս սովորացնում ենք ուսանողներին ինչպես անել։ Գրքային տարբերակով էսպես է, պետքա ավելի լավա դու բացես արյունահոսի մի կարճ ժամանակ, բայց նաև վերջույթը սնուցվի, նորից ֆիքսես, քան թե դու երկար ժամանակ, ասենք 4 ժամ դու ճանապարհ ունես տվյալ վիրավորին ճանապարհելու, եւ այդ 4 ժամվա ընթացքում շատ բարձր է վտանգը մանավանդ խոշոր զարկերակների պարագայում, որ կարող է առաջանալ ուղղակի սնուցման խանգարում նեկրոզ, կորցնել վերջույթը։ Ավելավա ինքը արյունահոսի դու արյունահոսությունից էլ չես կորցնի հիվանդի շատ կարճ ժամանակում, մինչև 1 րոպեում, հա, բայց կարող ես կորցնել վերջույթը, մինչև հասնի արդեն տեղ։ Սա էլ է վիճարկելի, բայց ավելի լավ արյունահոսություն, ժամանակավոր, որ էլի կդադարեցնես, քան մյուսը։ Բժշկական տեսանկյունից միանշանակ համաձայն եմ հանդերձի շփում տրամաբանականից, հա, բայց մեր շարունակի հետ շփվելիս, ովքեր որ եղել են մաճի դաշտի, ես չեմ կարող խոսել, չեմ եղել, բայց ովքեր որ անմիջապես խաղի զոնայից հիվանդներին տեղափոխել են, իրենք նշել են, որ մենք ունեինք հնարավորություն հիվանդի կողքը 20 րոպե նստել, սպասել, այսինքն թաղսան 30-ը իրենք շուտ գլեցին ու ապեցին հաջողություն։ Թե դրա համար ժամ ենք ֆիքսում տայմեր ու հաջորդ արդեն այդ վիրավորին հանդիպողը մեջը ոնց որ ճանապարհը մինչև հասնել հոսպիտալը մոտակա 4 հոգի արանք փոխում է ու այսպես ասած կազմակերպել որպեսզի մենք կարողանանք այնքան տարածել այդ գիտելիքը որ նույնիսկ վարորդը որ իրան տանում է իմանա որ սա մեր խախանդի շատ մեծ եւ նույնիսկ եթե ինքը գիտին կարող է ուղղակի չկարողանա ֆիզիկապես դրա վրա շեղվել։ Եթե մենք ունենք մի այնպիսի իրավիճակ, երբ որ ակտիվ մարտական գործողություններ են եւ մեծ քանակով ենք, հա, տարհանում կազմակերպում, բնականաբար այդ ժամանակ մենք կորսում ենք հաշիվը, անգամ այդ ֆիքսելու, գրելու դրա ժամանակը չունենք։ Մենք ուղղակի ուզում ենք վերջույթը օրինակ, չգիտեմ, վենին ստորին վերջույթն է կապել, արյունահոսություն դադարեցնել, ճանապարհել եւ այդ օղակում ինչ որ միտեղ կարող է եւ մենք սխալվենք կամ կորցնենք։ Դրա մասին չի խոսքը։ Այդ ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ բնականաբար որևէ հստակ ժամանակացույց չկա, բայց ինչ վերաբերում է որ եթե 1-2 եւ մենք ֆիքսում ենք եւ ճիշտ ձևը ո՞րն է, ճիշտ ձևը սա է, եթե 1-2-ն են եւ մենք կարողանում ենք մարտի դաշտից հանել, ֆիքսել ժամը 1 ժամ հետո թուլացնել եւ հասնել հոսպիտալ եւ եթե օրինակ 1-2 զինվորով զբաղվում է մի բուժակ կամ չգիտեմ մի ավելի գիտակ մարդ, որը կազմակերպի այդ ամբողջը։ Դա այսպես ասած իդեալականն է։ Այստեղ տեսեք, երբ որ վիրավորներին տեղափոխում են պատերազմի ժամանակ, սովորաբար մեկ մեքենայով, այդ սանիտարական մեքենայով, 1 կամ 2 վիրավոր չեն բերում, հա, միանգամից 4 վիրավոր, 5 վիրավոր, որ գրեթե իրար վրա պարկացրած բերում են, եւ սովորաբար իրենց հետ գոնե 1 սանիտար լինում է։ Եվ այս մեր հանդիպումների այս տեսանյութերը նաեւ տարածելու իմաստը նա է, որ անգամ մարդ, ով չունի բժշկական կրթություն, ինքը գոնե լինելով սանիտար տվյալ պարագայում, որովհետև ոչ մեկ ապահովագրված չի, որ մենք կհայտնվենք նման իրավիճակում, ինքը գոնե թե ժամը նայելով հասկանա ինքը ինչ մեծ աստվածահաճո գործ է անում, այդ մի ժամ հետո բացի ժգուտը, հետո նորից կապի, սովորի դա ոնց է պետք անել, հո մենք այսպես մեկս մյուսին չենք եկել ուղղակի մի բան սովորեցնենք, մենք ուզում ենք ամբողջ մեր հայ հասարակությանը սովորեցնենք, եւ հավատացեք առանց սանիտար չեն տեղափոխում, ամեն դեպքում որքան ես տեսել եմ չենք ունեցել նման դեպք, գոնե թե վարորդը եւ որևէ մեկը, դեռ էլ չեմ ասում, եթե արդեն վիրավորին անհրաժեշտ է հոսպիտալից տեղափոխել մեկ այլ հոսպիտալ կամ Երևան, արդեն պրոֆեսիոնալներ են աշխատում, այնպես որ եկեք սովորեցնենք նաեւ մեր ամենահասարակ քաղաքացիներին, այո, որ անհրաժեշտ է 1 ժամ հետո բացել եւ դրանով իրենք կփրկեն մեկ այլ հայի կյանք, թեկուզ հայ չլինի, հա, եզդի կլինի, ռուս կլինի, մեր հայրենակցի կյանք ու դրանով իրոք մեծ գործարած կլինեն։ Չվերաբերվում է ժամանակին, որովհետև տարբեր նյութեր ուսումնասիրելիս, ինձ թվում է բուժակները հետս կհամաձայնվեն, շատ տարբեր նյութերում շատ տարբեր թվերագրած նյութերում կա, որ կրաշ սինդրոմը զարգանում է 20 րոպե հետո, նեկրոտիկ տոքսիններ են արտադրվում եւ այլն, նյութերում կա գրած է 1 ժամ, շատ հին նյութերում գրած է իրականում մինչեւ 3 ժամ սովետական նյութերում, բայց դա էլ չենք դիտարկում, այսինքն այսօր նույնպես տարբեր երկրներ, նատոյական, ամերիկյան, ռուսական, հրեական, իսրայելական, այսինքն նյութերում տարբեր թվեր են։ Հիմա մենք
որը դիտարկենք որպես օպտիմալ ժամանակ։ Վասի եւ վազասվազի հաշվին, այսինքն ինչու ամռանը այսքան ժամանակ ու բացի ինչու ծնվել այսքան ժամանակ։ Տեսեք, 1 ժամ տևողությունը, ես ընդհանուր մի քիչ գլոբալ ասեմ, սենց ասեմ, եթե 1 ժամ տևողություն մենք ֆիքսում ենք, մենք սա միջին ժամանակահատվածն է, որի ավել կիրառումը արդեն բերում է հյուսվածքի սնուցման խանգարման։ Այսինքն, այսպես թե այնպես 10 րոպե անցել այնտեղ տոքսիկ նյութեր արդեն արտադրվում է։ Լինում է ինչ-որ չափով վնասում, բայց այս վնասի աստիճանը 1 ժամ անց գերազանցում է 1 ժամ առաջի վնասվածքին։ Եկեք սա ֆիքսենք ու ինձ թվում է Իրացի առողջական վիճակը, տարիքը սրանք բոլորը համատեղում են այդ 1 ժամի մեջ։ Այսինքն սա կոնկրետ անոթային առողջության դադարեցման համար ֆիքսված ժամանակ է, անկախ հիվանդությունից, անկախ ամեն ինչից։ Այսինքն որպես ֆիզիոլոգիական process, այս 1 ժամը օպտիմալ ամենաոսկե ժամանակն է, որ կանխենք վերջույթի կորուստը։ Այստեղ ավելացնում են որ մեզ համար ոչ այնքան խնդիրը, որ մի ժամ հետո բացենք 40 րոպե հետո թե 1.5 ժամ հետո, այլ խնդիրը, որ ժգուտ դնողը ժամացույց ունենա։ Այդ պարագայում մենք պետքա նաև այդ մասին մտածենք, որով գնում է օգնության ինքը ինչ որ ժամը ցույց տվող բան սարք ունենա, որ կարողանա ֆիքսի ժամը, թե չէ եթե նա չֆիքսեց, արդեն մեր մնացած խոսակցությունները անիմաստ են։ Այս որպես դեպք ասեմ, ես այդպիսի դեպք եղել է, որ հնարավորություն չեն ուղղել ֆիքսելու, բայց վիրավորը եղել է գիտակից, ինքնահիշել ու իրեն օգնություն ցուցաբերողին բանավոր ասել որ արդեն մի ժամ անցել է, ասել են ժգուտս օրինակ անենք ու եղել է օրինակ մաշկին կամ հագուստին եղել է գրված օրինակ արյունով, այսինքն ձեռքի տակ ոչ մի գրելու բան չի եղել արյունով եւ այրան խումբը ճակատին, հագուստին, այսինքն հնարավոր տարբերակներով։ Եթե մենք գնանք այն սուր բժշկական process-ով, շատ չի կարելի ներկան, բայց այս չիկաները մենք մաքսիմում սահմանափակում ենք, այսինքն որոնք են որ խիստ չի կարելի անել եւ որոնք են որ հարաբերական են։ Մի բան էլ ֆիքսենք, որ ամեն դեպքում այս 1 ժամ ընդհատումներով ինչքան ժգուտը քիչ մնա, կանխատեսվող բարդությունը քիչ է։ Այսինքն եթե ճանապարհը 10 ժամ է, 10 անգամ մենք թուլացրեցինք, այսպես թե այնպես մենք արդեն ինչ որ չափ ունենք վնասում։ 3 ժամ ավելի քիչ ունենք, սա այն ամենահնարավոր տարբերակն է զուտ փրկել վերջույթը, բայց էլի կարող օրինակ դա տևի օրինակ 10-12 ժամ վիճարկելի լինի վերջույթի փրկելու հարցը, ուր մնաց մենք 3-4 ժամ այդ ժգուտը թողնենք վերջույթի վրա։ Այստեղ մի փոքր ներկայացրել եմ կարելի չի կարելիներ, գուցե իմ բժիշկ ընկերները ինձ ասեն մի քիչ շատ խիստ է, բայց ես մի քիչ էքստրեմալ եմ մտածում։ Վիրաբուժությունը ինքը էքստրեմ պահանջում է, լավ։ Բոլոր բաց վերքերը ծածկել կամ վիրակապել։ Այստեղ բացառությամբ այրվածների դեպքում, ինչու համար, որովհետև երկրորդային վարակը կանխում ենք։ Սեփական հագուստով անգամ վերքի ծածկումը մեր համար շատ կարևոր է։ Կանխարգելում է երկրորդային վարակի անցումը, հատկապես հողոտված վերքերի կանխումը, որովհետև մենք գիտենք, որ հողի հետ անցնում է նաև անաերոբ ինֆեկցիաներ, լավ, որոնց սնուցման համար թթվածին է անհրաժեշտ, եւ այս ինֆեկցիաները ավելի բարդ բուժելի են եւ սրանց սուր զարգացումը կարող է հենց հիվանդանոցում բերել մահվան։ Լավ, իսկ հնարավորինս փոշուց, հողից, քարից պաշտպանելու համար փորձում ենք ծածկել բոլոր վերքերը։ Կարելի է անհրաժեշտ դադարեցումը համատեղել անշարժացման հետ։ Սա էլի ոսկե որպես կանոն է, եթե անգամ մենք չգիտենք ունենք վնասված թե չէ, եթե մենք ունենք սուր անահոսություն, մենք շգուտը կապեցինք, զուգահեռ անշարժացումը վերջույթի կրկնակի կանխելու է անահոսության կրկնակի առաջացումը, այսինքն երկրորդային անահոսության կանխումը հնարավորինս նվազումը։ Մյուսը կարելի է ցանկացած աղտոտվածության հագուստ կամ իր օգտագործել անահոսության դադարեցման համար։ Ես շատ կողմ եմ ստերիլությանը, բայց եթե մենք ունենք կյանքին վտանգ սպառնացող օրինակ զարկերակային անահոսություն, մենք ավելի լավ ասա դադարեցնենք անգամ կեղտոտ հագուստ օգտագործել որպես շգուտ կամ սեղմել վերքի մեջ, դադարեցնենք ինֆեկցիայի դեմ մենք բժիշկներս կփորձենք պայքարել։ Լավ, այսպես այդ վայվույը ստեղ չենք օգտագործում։ Եղինջով եղել է դեպք, զուտ եղինջի մեջ կա վիտամինը կա, որ այդ մակարդելության process-ին մասնակցում է, ինչ որ օգնում է, բան, բայց փորձեք այս ձեր էքստրեմալ բաները ինչ որ վրայից ծածկել գոնե մի բանով։ Լավ, ասնել կպած կամ ներհրված բեկորները, գնդակները եւ օտար մարմինները։ Ինչի, որովհետեւ դրա տակ մենք կարող ենք խոշոր անոթ, մենք հեռացնելու ընթացքում բացենք այդ անոթի լուսանցքը, բեկորով տեղաշարժենք եւ հերիքչի անոթը բացենք եւ կորոնահոսենք եւ ինֆեկցիայի հեմատոգեն, այսինքն արյան հոսքով տարածումը, օրինակ գլխի պարանոցի վնասվածքների դեպքում դեպի
միջնորմ ինֆեկցիայի տարածումը մինչև 6-8 ժամ հետո պատրաստում է։ Այսինքն փորձում ենք, եթե կա ազատ օտար մարմին հստակ, որը որ ինչ է նշանակում ազատ օտար մարմին, ոչ մի տեղով ոչ մի բանին կպած չի։ Ազատ օտար մարմինը հատկապես բերանի խոռոչուն վերքի մեջ վերցրեցինք, եթե չէ ձեռք չենք տալիս։ Լավ, չի կարելի տեղափոխել պարկած գլուխը ուղիղ դիրքում։ Սա բոլոր վնասվածքների ժամանակ հակացուցված է։ Ուղիղ դիրքում պարկածին հնարավորինս փորձում ենք թեքել դեպի կողմ, անգամ եթե ունենք պարանոցի վնասվածք, միևնույն է, եթե այդ պահին գիտակից է վիրավորը, ավելի լավ է մի փոքր անգամ, ոչ շատ կտրուկ, տեղափոխել դեպի վիրավոր կողմ գլուխը եւ այդ դիրքում ֆիքսել։ Լավ, պարկած դիրքում չենք կարող, այստեղ ասֆիքսիայի վտանգն է, շնորհակալություն։